Արդեն երրորդ տարին է, ինչ Քաջարանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ Քաջարանում գործում է ամառային բակային ճամբարը։ Այս տարի այն մեկնարկվեց հուլիսի 14-ին, որը կազմակերպվում է Քաջարանի համար 1 և 2 դպրոցներում։ Ճամբարում իրենց ամառային հանգիստն են անցկացնելու շուրջ 750 երեխա, որը գործելու է 3 հերթափոխով, յուրաքանչյուրը 9 օր։ Հուլիսի 22-ին առաջին հերթափոխի ճամբարականները հրաժեշտ տվեցին ճամբարին։ Ճամբարականների 9 օրվա գրաֆիկը հագեցած էր։ Անցկացվել է տարատեսակ խաղեր, կազմակերպվել սպորտային և մշակութային միջոցառումներ, արշավներ, ռազմահայնասիրական դասեր, իսկ վերջին 2 օրերին երեխաների համար ցուցադրվեց հայրենասիրական ֆիլմեր։ Առաջին հերթափոխի ճամբարականները ճամբարի վերջին օրը այցելեցին նաև Քաջարանի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Նիլ Ստիվենսոնին։ Հաճելի է, որ այստեղ քաղաքի երեխաներին է ստեղծվել։ Այն փոփոխությունները, որ կատարվում է այս կազմակերպությունում, ոչ մի ազդեցություն չի ունենում։ Եվ վստահեցնելով, որ այս կազմակերպության գործունեությունը լավագույն ձևով շարունակվում է, մենք հուսով ենք, որ իրենք ցանկության դեպքում կարող են գալ եւ այստեղ աշխատել։ Հուսով եմ, մինչև մեր մոտ գալ եւ աշխատել, իրենք բավականություն կստանան դեռ իրենց բակային ճամբարի մասնակցելուց։ Ճամբար մեր անունն է, երազանքի թռիչքներ, մեր նշանաբանն է, քեզի մահակ լուսավոր ու թանկ երազանքի թռիչքներ։ Ճամբարի ավարտին Քաջարանի համար 2 միջնակարգ դպրոցի երազանքի թռիչքներ ճամբարի երեխաները հանդես եկան հրաժեշտի միջոցառմամբ։ Երին Դուբայ գյուղում եռուզեր էր տիրում, գյուղի բոլոր բնակիչներն ապրում են իրենց առօրյա հոգսերով։ Սա տիպիկ 21-րդ տարն է, որտեղ պապիկներն ու տատիկները տարբերվում են բոլոր գյուղերից։ Մենք հիմա մի փոքրիկ ռեպորտաժ կներկայացնենք Երին Դուբայ գյուղից։ Աղջի, պագիրեց հալը, են այֆոնը ես փչացալա, են Անտոնիոն էլ ծմակալա։ Ճամբարականները հագեցած տպավորություններով և հաճելի հուշերով են հրաժեշտ տալիս ճամբարին։ Զբաղվում ենք լավ են դասատուները, իմ ինգանոց լավ է։ Բոլորս շատ ուրախ ենք ու շատ լավ ժամանակ ենք անցկացնում այստեղ։ Այստեղ ես լավ զգում և շատ վառ տպավորություններ ունեմ։ Այստեղ մենք սովորել ենք պարել, խաղալ, երգել։ Դաստիարակներն ու կազմակերպիչները ամեն ինչ արեցին, որպեսզի երեխաների ամառային հանգիստը հետաքրքիր անցներ։ Սա երեխաների երազանքների մանկական թռիչքն է, որն օրվա վերջում կավարտվի իրենց երազանքները գրավոր գրված և փուչիկների տեսքով երկինք հառնած առաստծում։ Երեխաներն այնքան զբաղված են եղել, որ իրենց երազանքները շատ լինելով չեն կարողացել ամփոփել 9 օրվա ընթացքում։ Այնքան հոգնածտուն են գնացել շատ խաղերով, շատ երգերով, էքսկուրսիաներով, այցելություններով, նույնիսկ եկեղեցի ենք տարել, Տեր հոր օրհնությունը ստացել մենք։ Լիարժեք այս հանգիստը կազմակերպող մեր քաղաքապետին շատ շնորհակալություն։ Այցելել ենք այսօր նաև Հովանավորին, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ բաժնետիրական ընկերության տնօրեն, որը լիարժեք հիացած էր մեր երեխաներով և իրեն նվերներ, ձեռակետ նվերներ ենք փոխանցել, որի համար շատ շնորհակալ ենք և որպես պատվավոր ճամբարական նվիրել ենք փոքրիկ ծիրանիկների հագուստը, որովհետև ամենափոքրերն են այդտեղ ընդգրկվում։ Խոստացել ենք հաջորդ հերթափոխին կապույտը ներառել և երրորդ հերթափոխին կարմիրը, որ մեր եռագույնը նրա մոտ լինի։ Ամառային հանգստի ավարտի կապակցությամբ ճամբարականներին շնորհավորեցին նաև Քաջարանի քաղաքապետ Վարդան Գևորգյանը և համար 2 դպրոցի տնօրեն Ռաֆայել Գրիգորյանը։ Ես կարծում եմ, որ հիմա դարել է գրեթե տրադիցիա տարբեր տեղերում գալուն հետ մեկտեղ բոլորը սկսում են ծառեր տնկել։ Ծառատունք է իրականացում բոլոր համայնքներում գրեթե և դրանց ընդհանրապես կայանում է կամ կայացնում են 1-2%-ը։ Ես համարում եմ, որ մեր զավակները, մեր երեխաները մեր կյանքի ծառն են, այն հուսավար, այն կենաք ծառը, որի համար յուրաքանչյուրս պարտավոր ենք, յուրաքանչյուր ավակ կարծում եմ իր վրա ունի այդ սուրբ պարտականությունը կայացնելու, քանզի երեխան
նույն ծաղիկն է, նույն վարդը կարող է նաև խամրել, կարող է նաև թոշնել, կարող է նաև կարկտահարվել։ Եվ համարում եմ, որ քանի որ մենք կանք եւ մեր մեջ կա այդ հավատը մեր երկրի կայացման համար, նաև մենք արյուն ենք հեղել, նաև մենք Փառքն Աստծո հերոսներ ենք տվել մեր երկրին, ուրեմն պարտավոր ենք նաև երեխաների համար լինելու ապավեն, հենարան եւ ես կարծում եմ, որ ճամբարները պարզապես դա նրա համար չէ, որ ինչ որ մեկին ցույց տանք, որ մենք ճամբար ենք կայացնում կամ կազմակերպում։ Ես ուրախ եմ, որ Քաջարանում տարեստարի երեխաների թիվը ավելանում է եւ ամենակարևորը Փառքն Աստծո չունենք արտահոսք, ընդհակառակը զգալի ներհոսք ունենք եւ նաեւ մեր ճամբարներ հաճախում են Երևանաբնակ քաջարանցիները, ու սա կարծում եմ հենց ազգի եւ քաղաքի հարաբերության այն մեկնարկն է, որ մենք սկսել ենք։ Ունենք, այո, բազմաթիվ մեր քաջարանցիներ ունենք, որոնք Երևանում են եւ իրենց թորնիկները ոչ թե գնում են հեռավոր տարածքներում հանգստանալու կամ արտերկրում հանգստանալու, այլ ուղղորդվել են եւ գալիս են իրենց բնորանը, որը դառնալու է այո հարատեվության ճանապարհ։ Ուզում եմ շնորհակալություն ասել բոլորիս, կարծում եմ առաջին հերթափոխը իր մեծ տեղը ունի, երեխաները ի վերջո նաև սովորում են շարքը, եթե նժդեհն էր ժամանակին ասում, եթե հային կարողանաս սովորեցնես շարքում կանգնել, եվրոպացին երբեք չի կարող հայի հետ մրցի։ Ես հիմնական եւ բակային ճամփարների բավականին փորձ ունեմ, բայց ամեն անգամ հուզվում եմ եւ բացումից եւ փակումից։ Այսօր իհարկե ճամփարներ լինելու են, ես ելի եմ ելույթ ունենալու, բայց այսպիսի երեխաներ, այսպիսի կազմով, այսպիսի աշխատողներով այլևս չի կրկնվելու։ Ես շնորհակալություն եմ հայտնում բոլորին, առաջին հերթին քաղաքապետին, քաղաքապետարանի բոլոր աշխատողներին, այս նախաձեռնության եւ մեկ օրվա մեջ ճամփարը կայացնելու համար։ Երազանքի թռիչքների ճամբարականները ճամբարին հրաժեշտ տվեցին վերջին անգամ երեկոյան տողանով։ Մեր նշանաբանն է։ Հերոսներն են մեր գարի, միշտ բարդ ու քաջարի։ Երազանքի թռիչքներ ճամփարի պետը պարոն Գրիգորյան, անպարտ հերոսներ ջոկատը պատրաստ է այսօրվա փակման արարողությանը, զեկուցող Գրիգորյան։ Քաջարանի համար 1 միջնակարգ դպրոցում գործող Եռագույն ճամբարում եւս կազմակերպվել էր հրաժեշտի միջոցառում։ Եռագույն ճամբարի ավագ դաստիարակ Արմեն Հակոբյանը ամփոփեց 9 օրերի ընթացքում երեխաների հետ տարված աշխատանքները։ Մենք այս տարի ընդունեցինք 132 ճամփարական։ Ամեն տարի երեխաների թիվը ավելանում է։ Երեխաները այստեղ մենք ճամփարը սկսում ենք ըստ օրակարգի։ Առավոտյան 8:30 րոպե երեխաները հավաքում են, ժամը 9-ին սկսում ենք դիսկային վարություններով, տողան հաշվառումով, այնուհետև անցնում ենք ջոկատային պարապմունքները, ըստ օրակարգի, օրակարգը կա, կարող եք տեսնել։ Երեխաները հիմնականում դպրոցի բակում են իրենց հանգիստը անցկացնում։ Սպորտային խաղեր են կազմակերպում, լող են կազմակերպում, մեկ-մեկ դուրս ենք անում տարածքից, մենք ունենք տեսարժան վայրեր, վերին հանդ եկեղեցիներ, ունենք խաչը, ունենք թութուջուրը, մեկ-մեկ օրերը լինում ենք էքսկուրսիաները կազմակերպում ենք, ըստ օրակարգի մենք աշխատում ենք։ Ամեն մի ջոկատի կցված է 1 դաստիարակ, 2 դաստիարակի օգնական, ունենք 5 դաստիարակներ, բոլորն էլ սիրով աշխատում են, հիմնականում աշխատողները մեզ մոտ ուսանողներ են։ Եռագույնի ճամբարականները այստեղ ուրախ օրեր են անցկացրել եւ փոքր-ինչ ափսոսանքով են հրաժեշտ տալիս ճամբարին։
Մեր օրը լիարժեք անցնում է ընկեր Արմանի, ընկեր Անայի, ընկեր Շուշանի, նրանք ամեն ինչ անում են, որ մեր օրը լիարժեք անցնի, լինում է լողը, լինում է խաղալու ժամ, ճաշարան, դասարան, նկարելու ժամ, տարբեր բաներ։ Եվ մենք երբ իմացա, որ լինելու է բակային ճամբար, շատ ուրախացա, բայց որ կարճ է լինելու այդտեղից։ Այստեղ օրերը շատ լավ են անցնում, բոլորս ամեն օր աշխատում ենք ուսուցչուհիների հետ, միշտ իրար հետ պարում ենք, վարժություններ ենք կատարում առավոտյան, այնուհետև գնում ենք վայրեր, օրինակ գնացել ենք Քաջարանում գտնվող Ղանյալ լեռան վրա խաչը, և այնտեղ շատ հաճելի էր։ Շատ լավ էր անցնում, մենք ճամբարում առաջի ջոկատն ենք, որ անպարտելի զինվորներ, երբ լսեցի, որ ճամբարն էլ շատ ուրախացա, որովհետև ես միշտ հաճախել եմ ճամբար և շատ լավ է եղել։ Շատ լավ անցան, ամեն ինչ հետաքրքիր էր, ես բոլորից գոհ եմ, իմ բոլոր ջոկատավանները շատ լավն էին, նրանք ինձնից են գոհ, ես ակտիվ եմ մասնակցել, իսկ մեր կոմբինատի տնօրենի հետ հանդիպելուց ես մեծ տպավորություններ ստացա, նա շատ լավ մարդ էր, շատ լավ տնօրեն էր։ Ամառային բակային ճամբարում փորձված մասնագետների հետ աշխատում էին նաև մանկավարժական համալսարանի ուսանողներ, և վերջիններիս համար երեխաների հետ աշխատելու այս փորձը կարևոր է։ Ճամբարում առաջին անգամ է, որ աշխատում եմ երեխաների հետ, մինչ այդ աշխատել եմ ոչ մշտական հիմունքներով, ուղղակի միջոցառումներ եմ կազմակերպել։ Երեխաների հետ աշխատել այդքան էլ հեշտ չէ, կան նոր բացահայտումներ, նրանցից յուրաքանչյուր ունի սեփական մտածողությունը, սեփական սովորույթները և դրա համար այդքան էլ հեշտ չի լինում և ստիպված ենք լինում մեծ աշխատանք տանել, բայց իհարկե այդ ամենը հետաքրքիր է և այս 9 օրերի ընթացքում ուղղակի առօրյաս ավելի հետաքրքիր դարձրի և նորանոր բացահայտումներ արեցի երեխաների մեջ։ Մասնագիտությամբ կլինեմ մանկավարժ և այս 9 օրերի ընթացքում աշխատելով ճամբարում ես մեծ արդյունքների հասա, քանի որ երեխաները փորձեցին որոշ չափով ենթարկվել մեզ և մենք շարժվում ենք ըստ պլանի, ոչ մի փոփոխություն չէր կատարվում և երեխաների հետ աշխատանքը շատ հետաքրքիր էր, հատկապես երբ փորձում ես հասկանալ երեխաների լեզուն և կարծես ընկերաբար ես վերաբերվում նրանց։ Ճամբարը ավարտվեց տոնական ճաշով, իսկ հուլիսի 28-ին կազմակերպիչները կընդունեն արդեն երկրորդ հերթափոխի թվով 276 ճամբարականների։